44-օրյա պատերազմի օրերին անգամ կառավարական օդանավն է պատրաստ տրամադրել նախկին նախագահներին, ասելով, որ նրանք դրանով կարող են գնալ ուր ցանկանում են։ Այս հայտարարությունն այսօր արել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այդպես արձագանքելով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրերս տված հարցազրույցի մի դրվագի։ Դրվագը վերաբերում է հենց պատերազմի օրերին 3 նախկին նախագահների քննարկմանը։ Դա այն շրջանն էր, երբ արդեն հայտնի էր, որ պատերազմը բավական ծանր ընթացք ունի եւ մենք այսպես ասած պարտվում ենք եւ զինված ուժերի ղեկավարությունը նաեւ դիմել էր քաղաքական ղեկավարությանը պատերազմը դադարեցնելուն ուղղված անհապաղ ջանքեր գործադրելու համար։ Ահա այդ շրջանում 3 նախկին նախագահները քննարկում են եւ առաջին ու երկրորդ նախագահները պատրաստակամություն են հայտնում մեկնել Մոսկվա նպաստելու համար պատերազմը դադարեցնելու աշխատանքին, այնտեղ քննարկումներ, հանդիպումներ, բանակցություն ունենալով։ Մոսկվա մեկնելուց առաջ նրանք դիմում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի որպես թիվ 1 որոշումներ կայացնող անձ, որպես երկրի քաղաքական ղեկավար, այսպես ասենք լիազորի այդ այցը, նախկին նախագահների այցը, օժտի այդ այցը իր անունով, իր պատասխանատվությամբ, ինչը էապես կբարձրացներ այցի պրակտիկ ներուժը նաև արդյունքի հեռանկարի տեսանկյունից։ Սակայն Նիկոլ Փաշինյանը չի ընդունում այս տարբերակը եւ նախկին նախագահները պարզապես հրաժարվում են առանց դրա Մոսկվա մեկնելուց, համարելով, որ այդ դեպքում նրանց մեկնումը եւ քննարկումները որևէ իմաստ եւ որևէ քաղաքական կշիռ, հետեւաբար արդյունքի որևէ գործնական հեռանկար ունենալ չեն կարող։ Ինչու է Նիկոլ Փաշինյանը հրաժարվել նախագահներին այդ լիազորությամբ օժտելուց, սա գուցե ժամանակի ընթացքում կարժանանա որևէ պատասխանի։ Ըստ ամենայնի, այստեղ գործ ունենք պարզապես քաղաքական ինչ-որ հաշվարկների հետ։ Սակայն կասկած չկա նաև, որ Նիկոլ Փաշինյանը հիանալի պատկերացնում է, որ մի բան է տրամադրել ընդամենը կառավարական օդանավ եւ բոլորովին այլ բան է, երբ որոշակիորեն առարկայորեն լիազորվում է քաղաքական թիվ 1 անձի միջոցով։ Այդուհանդերձ համատեղ աշխատանքի տեսանկյունից կարծում եմ գլխավոր բացթողումը եղել է ոչ թե այդ դրվագում, եւ այս դրվագն էլ կարեւոր է ոչ թե հենց ինքնին, այլ շատ ավելի լայն մասշտաբով եւ շատ ավելի լայն խնդիրների ամբողջությունը դիտարկելու առումով։ Համատեղ աշխատանքի կոմունիկացիան թերևս պետք է ստեղծվեր սեպտեմբերի 27-ին, երբ Ադրբեջանի առաջին հարվածները եղան Արցախին։ Առավել ևս, որ Նիկոլ Փաշինյանը թերևս հիանալի պատկերացնում էր այն մասշտաբը, աշխարհաքաղաքական այն մասշտաբը, ընդգրկումը, խորությունը, որ ուներ այդ պատերազմը, սեպտեմբերի 27-ին բռնկված պատերազմը։ Հետևաբար շատ պարզ էր, որ այդ մասշտաբին դիմակայելու, շատ թե քիչ արդյունավետ դիմակայելու համար Հայաստանին պետք էր առաջին հերթին հենց այդ ներքին կառավարման, քաղաքական խմբերի, էլիտաների համատեղ կոմունիկացիան եւ բնականաբար առաջին հերթին գործող վարչապետի եւ նախկին գերագույն գլխավոր հրամանատարների, որոնք գուցե ավելորդ է անգամ ասել, ունեին ահռելի կենսափորձը հենց Արցախյան հարցում։ Այս միջավայրի, համատեղ կոմունիկացիայի այս միջավայրի ձևավորումը էապես կփոխեր թե պատերազմի կառավարման որակը եւ արդյունավետությունը, թե սոցիալ-հոգեբանական միջավայրը, հանրային, անգամ համահայկական իմաստով, թե նաեւ բնականաբար քաղաքական եւ դիվանագիտական աշխատանքի էֆեկտիվությունն ու հեռանկարները։ Սա ամենևին չի նշանակում, որ այդ համատեղ կոմունիկացիայի դեպքում մենք հաղթելու էինք այս պատերազմը, բայց թերևս կասկածից վեր է, որ դրա այսպես ասած արդյունքը ամենևին չէր լինի այն աղետաբեր տեսքով եւ խորությամբ, ինչպիսին ցավոք սրտի մենք ունեցանք։ Սակայն եթե խոսում ենք միջավայրի հարցով, միջավայրի վերաբերյալ ընդհանրապես, ապա թերևս պետք է ավելի լայն դիտարկենք այս խնդիրը։ Շատ է խոսվում այսօր, որ Նիկոլ Փաշինյանը տապալեց բանակցային գործընթացը եւ դրա հետևանքով մենք ունեցանք պատերազմի նախադրյալ։ Փոքրինչ այլ կարծիք ունեմ այս հարցի վերաբերյալ եւ այդ կարծիքը արտահայտել եմ տարբեր առիթներով, դեռ առիթներ կլինեն արտահայտելու։ Միայն նշեմ կամ մատնանշեմ, որ այդուհանդերձ բանակցային որոշակի process եղել է։
Սկսած 2018-ի այդ սեպտեմբերյան հայտնի հանդիպումից Դուշանբեում, որը վերելակային հանդիպում բնորոշվեց, բայց իհարկե բուն հանդիպումը եղել է ամենևին ոչ վերելակում, սկսած այդ փուլից մինչև երևի թե 2019-ի դեկտեմբեր, հունվար, երբ հետո էլի նախանշվում էին ինչ-որ հանդիպումներ, բայց կորոնավիրուսի հետևանքով այդ դիվանագիտական շարժը փաստացի դադարեց, դրա հետ մեկտեղ նաև հանդիպումները։ Ուզում եմ հիշեցնել նաև, որ տարբեր ձևաչափերով այդ հանդիպումների շարքում թե Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո, թե այլ հարթակներում նաև կայացվեց, այսպես ասած, ժողովուրդներին խաղաղության պատրաստելու վերաբերյալ մի որոշում, որի շրջանակում 2019-ի նոյեմբերին լրագրողական փորձագիտական խումբ Հայաստանից մեկնեց Ադրբեջան, Ադրբեջանից խումբ եկավ Հայաստան ու նաև Արցախ։ Այնպես որ պրոցես անկասկած կար եւ այս իմաստով փոքր-ինչ համաձայն չեմ, որ տապալվել է բանակցային process-ը։ Ինչպիսի քաղաքական դիվանագիտական էֆեկտիվություն է ունեցել Երևանի աշխատանքը նկարագրածս process-ում, սա անշուշտ հարցի մյուս կարևոր կողմն է։ Գլխավոր բանակցությունը այդուհանդերձ, որ տապալել է Նիկոլ Փաշինյանը, ես կարծում եմ եղել է Հայաստանի ներսում տապալված բանակցությունը։ Նկատի ունեմ բանակցությունը 2018-ից հետո ձևավորված իշխանության եւ Հայաստանում գործող տնտեսական, քաղաքական, առանցքային առաջնորդող թևերի խմբերի միջև, այդ թվում բնականաբար նախկին իշխանությունը ներկայացնող։ Ըստ իս այդ բանակցությունն է եղել գլխավոր տապալված բանակցությունը, որովհետեւ 18-ից հետո բոլոր այն մարդկանց համար, ովքեր պատկերացնում էին խնդիրները Արցախի հարցում, մարտահրավերները, արտաքին բարդ իրավիճակը, պետք է առաջնային լիներ հենց այդ նպատակը՝ հասնել հանրային համակեցության, հասարակական քաղաքական համակեցության եւ միջավայրի այնպիսի որակի, որը կապահովեր եղած տարբերություններով, խնդիրներով, անհամաձայնություններով հանդերձ, կապահովեր որոշակի համատեղ աշխատանքային միջավայր, ինչը Հայաստանի Հանրապետությանը կոշտեր լրացուցիչ դիմադրունակությամբ, ինչը թույլ կտար արդյունավետ կապիտալիզացնել 2018-ին տեղի ունեցած փոփոխությունները, ինչը թույլ կտար այդ բազմազանությունը վերածել Հայաստանի ուժի եւ ոչ թե տարբերությունները եւ հետագայում խորացող բևեռացվածությունը վերածել Հայաստանի ներուժի քայքայման process-ի։ Ահա այստեղ է եղել իմ կարծիքով գլխավոր տապալումը, որովհետև այդ հարցը տապալելու պարագայում Հայաստանը բնականաբար կորցնում է իր քաղաքական կենսունակությունը ընդհանրապես, կամ եթե կարող ենք ասել, ռազմաքաղաքական կենսունակությունը ընդհանրապես։ Եվ այդ աշխատանքի, այդ բանակցության ուղղված աշխատանքի փոխարեն ընտրվեց շատ ավելի պարզ մի տարբերակ, այսինքն այդ թավիշ չթավիշի հավերժ ինչ-որ բանավեճը թալանի թեման, որը առ այսօր խաղարկում եւ շահարկվում է հիմնականում խաղալով հասարակության բնազդների եւ էմոցիաների վրա, նախկին ներկա այդ քարոզչական տեխնոլոգիան, որը դարձյալ առ այսօր խաղարկվում է, այսինքն այդ քարոզչական ոսկեբեր գետակը գտնվեց եւ սկսեց շահագործվել եւ շահագործվում է առ այսօր։ Պարզապես այդ գետակը ոսկի բերում է ոչ թե Հայաստանի Հանրապետության համար, եւ ավելին այդ գետակը պարզապես ցամաքեցրեց Հայաստանի Հանրապետության կենսունակության, դիմադրունակության հնարավորությունները, այլ բերում է որոշակի քաղաքական շրջանակների համար եւ լուծում ընդհանրապես իշխանությունը պահելու խնդիրներ։ Պատերազմի ընթացքում, երբ արդեն ռազմաճակատում բավական բարդ եւ ծանր վիճակ էր, այս ոսկեբեր գետակի անհրաժեշտությունը Նիկոլ Փաշինյանի համար բնականաբար աճում էր այն համատեքստում, որ ծանր պատերազմը, անխուսափելի թվացող պարտությունը առաջացնում էր խնդիր խուսանավել այդ ծանր հետևանքի համար պատասխանատվությունից եւ միևնույն ժամանակ պահպանել իշխանությունը, հասկանալով դրա կարևորությունը հենց նույն հետևանքի համատեքստում։ Եվ որքան ծանրանում էր իրավիճակը ռազմաճակատում, այնքան Հայաստանի քաղաքական ղեկավարության համար կարևոր էր դառնում ոչ թե համատեղ կոմունիկացիայի միջավայրը, այլ այն ոսկեբեր գետակը ճակերտավոր իմաստով, որը քարոզչական առումով շահագործվում է առ այսօր։ Եվ ինչով է կարևոր այս խնդիրը եւ այս պատմությունը ընդհանրապես, հասկանալու համար, թե
Ներքին միջավայրի որակները ինչպիսի չափանիշներով պետք է գնահատել։ Ներքին միջավայրի կենսունակությունը ինչպիսի պարամետրերով մենք պետք է կարողանանք գնահատել եւ ըստ այդմ դատել այն process-ները, որ ծավալվում են Հայաստանի հասարակական քաղաքական կյանքում, որովհետեւ մարտահրավերները շարունակում են գեներացվել արտաքին դաշտում, այդ մարտահրավերները ոչ միայն չեն պակասել Հայաստանի տարածքների հետ, Արցախի կորստի հետ, այլ հակառակը, պակասել է դրանց դիմակայելու Հայաստանի ներուժը, եւ այս պարագայում չափազանց կարեւոր է դառնում այն խնդիրները, որոնց մասին ես փորձեցի խոսել այս թողարկման շրջանակում։